Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ միացավ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, բարև ձեզ պարոն Միքայելյան, շնորհակալություն, որ միացաք մեզ, հետաքրքիր է լրահոսին հետևում է, ինչ սինխրոն աշխատում են, էլի թուրքերն ու թուրքական իշխանությունը, հայկական իշխանությունները, այստեղ թանգարանի տնօրենին միանգամից դիտողություն եւ հեռացնում են, ազատման դիմում, Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, որ ցուցադրել է հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմ, սենց զուգահեռ մեկ բառ ասենք տաբու է դրված, այնտեղ էլ էստեղ էլ ցեղասպանություն, Արցախ եւ այլն եւ այլն։ Իրականում Հայաստանում իշխանության այս գործունեությունը շատ ձեռքերը բացում է եւ շատ բան է թույլ տալիս Ադրբեջանին ու Թուրքիային։ Օրինակ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ որ արդեն Ադրբեջանը տեսավ, որ հաղթում է, Փաշինյանի շնորհիվ զգալիորեն, սպանեցին Թալիշ ակտիվիստին Ֆախրեդին Աբոզոդային, օրինակ, հա։ Հետո օրինակ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում եւ հետո Ադրբեջանը փակում է շրջափակում հասկացում։ Եվ այսինքն շատերին թվում է, որ Հայաստանը թույլ է ոչ մի բան չի կարող անել, բայց Հայաստանի լեգիտիմացումը, օրինակ, տվյալ դեպքում շատ կարևոր դեր է խաղում եւ այսպիսով եթե ցեղասպանության թեման փակում է Հայաստանում, ապա միանշանակ պետք է փակվի Թուրքիայում, չէ՞։ Եվ այսպիսով սա հետևանք է նաեւ այդ Փաշինյանի այդ քայլի։ Այսինքն մենք կարող ենք գնահատել, որ այս բան ցեղասպանություն ասենք, կարող ենք ասել, օրինակ Արցախ, օրինակ կարող ենք ասել խորհրդանիշներ, որը որ հիմա խորհրդանիշների դեմ հսկայական պայքար է, չէ՞, այստեղ գնում։ Այսինքն Հայաստանը երբ, այսպես ասենք, գործիքակազմը հետևյալն է։ 44 օրյայում կար Արցախ, 44 օրյայից հետո Արցախում կար հայություն, որոշակի տարածքի վրա, Հայաստանի հետ կար կապ, բայց Արցախը դատարկվեց 23-ի սեպտեմբեր 19-21-ին, երբ դրանից 1 տարի առաջ Պրահայում հոկտեմբերի 6-ին Արցախը Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի մաս, այսինքն Ադրբեջանին հնարավորություն եւ իրավունք տրվեց, այսինքն քայլը ձեր ասացի տրամաբանություն քայլը առաջինը Հայաստանից է սկսում։ Հայաստանը երբ որ տաբու է դնում այն բաները, որ Ադրբեջանը Թուրքիայի համար կարևոր են, նրանք բավականին դյուրին կերպով միջազգային իրավունքի տեսանկյունից հանգիստ կարողանում են փակել, այդպես կարող ենք այդպես գնահատել։ Իհարկե, դա իհարկե վոլեյբոլ է, այսինքն երկու կողմը ոնց որ գնդակը իր կողմ են գցում, օրինակ նորից 44 պատերազմից հետո Ալիևը հայտարարել է, որ մենք ոչ միայն հաղթել ենք հայերին, այլ ջախջախել ենք նրանց գաղափարախոսությունը։ Նա դա ընդգծեց եւ սա ինչի մասին է, այսինքն Ադրբեջանը ստեղծվել է որպես հակահայկական նախագիծ Քազիմ Ղարաբաղի կողմից 1918 թվականին եւ Թուրքիան առաջ է բրդում հենց այդպիսի հակահայկական Ադրբեջանը եւ ադրբեջանական ինքնությունը հիմնված է դրա վրա։ Եվ այսպիսով Ադրբեջանում ինքնությանը կերտման գործընթացը, ինչպես սկսվել է 1918 թվականից եւ հետո շարունակվել է Խորհրդային Միության ժամանակ, իդեպ Խորհրդային իշխանությունները դրան նպաստել են, որպեսզի բոլորին պատմություն տան, եւ հետո արդեն հիմա Անընդհատ Ադրբեջանում այդ գործընթացը շարունակվում է։ Հայաստանում մինչդեռ այդ թվում զգալիորեն դրսից դրդմամբ ինքնություն թեման ոնց որ կիսատաբու է եղել հենց 91 թվականից սկսած։ Անընդհատ եկեք չխոսանք եւ այլն, ու վերջում գալիս է ամեն դեպքում մղումը շատ ուժեղ եղել ժողովրդի մեջ, բայց երբ որ բերին մեզ պարտությանը, արդեն Ալիևը ասեց, որ հասցրել է մեզ պարտության եւ ջախջախում է մեր գաղափարախոսությունը եւ Փաշինյանի միջոցով սկսեց հարվածել բոլոր սյուներին, որոնց վրա կանգնած է հայոց ինքնությունը։ Այդ թվում նաև եկեղեցուն, այո, սա պատական չի։ Այսինքն չկա որևէ բան, գետ մեկ բան չկա, որին ինքը կպած չլինի։ Եվ օրինակ այն, որ մի տարի առաջ վերանվանել է ամեն ինչը, ինչ ազգային վերնագիր ունի, հա, օրինակ ազգային պատկերասրահ դառնում է պետական պատկերասրահ եւ այլն, սա ինչի բանը հանում է։ Այո, որպեսզի Հայաստանը ու ինքը տարանջատում է, ոչ միայն տարանջատում է, հակասություն է բերում ազգայինի ու պետականի միջև, այսինքն ազգայինը հակապետական է ըստ Փաշինյանի եւ շարունակենք այս տրամաբանությունը, այսինքն պետականը հակազգային է եւ այսպիսով հիմա հակահայկական պետություն է ստեղծված Հայաստանի տարածքում։ Սա է այն ինչը արել է Փաշինյանը, այսինքն իրականում ինչին իրան բերել են, հա, այսինքն ինքը շատ դեպքերում ուղղակի արել է այն, ինչ իրան պարտադրել են։